Ընկերներ ողջույն, սահմանը անցնում ենք Բուլղարիայի Վառնա քաղաքի հոգևոր հովիվ, Արևմտյան Եվրոպայի նախկին հոգևոր հովիվ Տեր Արմեն Քահանա Մելքոնյանի հետ։ Աստված օգնական, Տեր Արմեն։ Աստված բավական, ինչպես է։ Շնորհակալություն։ Դե բնականաբար մեր զրույցը սկսում ենք նրանից, թե ինչպես եք տեսնում, ինչպես եք վերաբերվում Հայաստանում տեղի ունեցողին։ Ես նկատի ունեմ քաղաքական վերնախավ, եկեղեցու վերնախավ առճակատումը, որը արդեն բավականին թափ է հավաքել եւ սրացել է։ Կարծում եմ տեղյակ եք փոխադարձնչող մեղադրանքներից եւ սկսենք մի պարզ հարցից, հա, որը եւ եկեղեցու վերնախավը եւ քաղաքական ընդդիմությունը մատնանշում են։ Կա արդյոք Հայաստանում մայր եկեղեցու գործերին միջամտություն եւ կա արդյոք պայքար եկեղեցու դեմ։ Սա շատ կարևոր հարց է եւ ասեմ, որ սա ամենակարևոր հարցն է, որովհետեւ եթե հաստվեց կամ եթե հայտնվեցավ, որ պայքարը հայ եկեղեցու թեմ է, այն ժամանակ մենք ստիպված ենք բոլորս հոգեվորականներով եւ աշխարհականներով այս իշխանության թեմ կանգնել եւ նրան հրճագել որպես հերետիկոս եւ նույնիսկ կարող ենք նրանց անիծել, բայց մենք ինչ որ տեսնում ենք, այսինքն ես ուշով հետևում եմ ամեն մեկ ելույթի, ես միայն կարող եմ ասել, որ ես իսկապես ապշած եմ, որ մեր երկրի ղեկավարությունը, կառավարությունը, բոլոր անդամները, բոլոր պարլեմենտական ազգային ժողովի անդամները մասնակցած են ուրեմն հայրապանության մեջ, եկեղեցապանության մեջ, նաև ասեմ, որ աստվածաշունչի մեջ, որովհետև ինչ որ գխոսին ուղղակի զուտ աստվածաշնչյանի եւ իրենք կփորձեն քննադատել եկեղեցին կամ չասեմ եկեղեցին նախ մենք պետք է հասկանանք եւ որ գսենք եկեղեցին չի նշանակեր միայն եկեղեցու շինությունը կամ չի նշանակեր միայն եկեղեցականությունը եւ այլ իրենք կքննադատեն եկեղեցականները եւ սա ոչ թե միայն իրենք են որ կքննադատեն ես օրինակի համար վերջին 20 տարիներում YouTube-ի մեջ ամեն օր կքննադատեմ եկեղեցին ամեն օր եւ եթե այսօր իրենք գխոսին եպիսկոպոսներու կամ ուսագրոններու բարձրաստիճան հոգեվորականներու գին երեխա ունենալու մասին ես դա վաղուց բարձրացանել եմ ուր է խնդիրը եթե մենք չքննադատենք եւ այդ քննադատությունը գառուցողական չլա մենք չենք կրնա բարեփոխել ոչ մեկ բան եւ մենք պիտի հասկանանք որ մենք այսօր ազատ աշխարհի մեջ կապրենք մեր ժողովուրդը կամ մեր ղեկավարությունը այլևս այն ժամանակվա մարդիկ չեն որոնք ինչ որ եկեղեցին է իրենք ասեն ամեն եւ ծափ տան ոչ այսօր մենք կտեսնենք մեր հոգեվորականը մենք կտեսնենք մեր հոգեվորականի կյանք եւ այս ամբողջը ժողովրդի արժեքը համացանցի մեջ է այնպես որ պետք է զատենք երկու կարևոր բաներ եկեղեցին այլ բան է եկեղեցականը այլ բան եկեղեցին կյանքում չի կարող սխալ լինել եւ նրա համար մենք թույլ չենք տա որևէ մեկը քննադատել եկեղեցին բայց եկեղեցականը ի վերջո մարդ է եւ եթե մարդ է ուրեմն սխալական է անսխալական միայն Աստված կա հետեւաբար ինչու են ներվում մենք ընդհանրակի պետք է ուրախանանք որ մեզ քննադատող կա այդ քննադատության մեջ մենք կարող ենք մեր սխալները տեսնել եւ այդ սխալները ուղղել եթե մենք կարող ենք եթե ցանկությունը կա մենք դա ուղղենք ես իսկապես հիացած եմ այս բոլոր ելույթներով որ տեսնում եմ եւ ոչ մեկ նշույլ չեմ գտնում որ ինչ որ մեկը որևէ մեկը քաղաքական դաշտեն արդահայտված լինի եկեղեցու թեմ ամբողջ քննադատությունը միայն եկեղեցականի եւ եկեղեցականի վարքի թեմ է եւ մարդիկ խոսում են կանոնակությամբ ես այսօր ցեզ ասեմ մի հոգեվորական ես չեմ ճանաչում որոնց մեջ ներառյալ ես որ բռնել ենք այս կանոնակությունը հայ եկեղեցու կանոնակությունը կամ դարձած լինենք ես վերջերս միայն 4-5 տարի առաջ եւ որ սկսեցի քննադատել բրբդեցի հայ եկեղեցու կանոնակությունը անեցի որպեսզի տեսնեմ միտեմ ենք սխալ ուղու մեջ ենք եւ ես եւ որ գտեսնեմ աշխարհականներ իրենց ցերկին հայ եկեղեցու կանոնակությունը եւ այդ հիմամբ իրենք քննադատում են եկեղեցականներին իսկապես սա ինձ համար միայն հբարդություն է ուրեմն մենք
ճիշտ ուղղությամբ ենք գնում։ Անկախ նրանից, թե քաղաքական ինչ հաշիվներ կան, ինչ յետին հաշիվներ կան, դա ինձ չի հետաքրքրում։ Ինձ հետաքրքրում է, որ այսօր ինչ որ խոսվում է ճիշտ է։ Այսօր լինի վարչապետը, լինի ազգային ժողովի անդամները, բոլորը իրավունք ունեն որպես եկեղեցու անդամ, եկեղեցու մեկ մասնիկ գնելու, զննելու եկեղեցականի կյանքը, եւ եթե դա չի համապատասխանում եկեղեցական իր ուխտին, ինքը պետք է դուրս տրվի, այդքան հեշտ է։ Մենք ինչի ենք պարտացնում։ Այսօր հարց կա մեզի ուղղված, եւ իսկոբոսները, բարձրաստիճան կաթողիկոսը երեխաներ ունի կամ ոչ, այդքան դժվար հարց է, շատ դժվար չէ։ Ասեք, որ այո, ունի, քայտագության մեջ ա եղել եւ ունեցել է, լավ, եթե ունեցել է, պիտի բանանք հայոց գաղտնիությունը ինչ է ասում, հայոց գաղտնիությունը ասում է, որ ինքը անմիջապես եկեղեցուց դուրս պիտի տրվի եւ այլևս հոգեվորական գոչվելու իրավունք չունի եւ ոչ էլ բادرակ բادوցելու իրավունք ունի։ Այլ բարձրապես ապաշխարության շրջանից հետո միայն ինքը կարող է ներկա գտնվել միայն որպես բարձ քրիստոնյա մասնակցելու սուրբ խորհրդի։ Ես ոչ մի բան չեմ գտնում այնտեղ, որ եւ բեդությունը եկեղեցու թեմ լինի, սենց բան չկա, սա հերյուրանք է։ Ուղղակի ուզում են ժողովրդի ուշադրությունը մեկ այլ դեր դանեն, որովհետեւ ժողովուրդը չհետաքրքրվի, թե միթե այս աստվածները ճիշտ են։ Ուղղակի դանում են այնտեղ եկեղեցու թեմ է ժողովուրդ, մեր ժողովուրդն էլ սկացողական է, բայ մեր եկեղեցու թեմն են բայկարում, սրանք են, ներն են, չգիտեմ ինչ է սկսել։ Օրինակ համար ցես դա մեր ժողովրդի մասին մի օրինակ։ Հիմա գիրակի օրը բادرակներ կան բոլոր եկեղեցիներում։ Եվ դες որտեղ են հասել, ասում են, որ գիրակի օրերը հայտարարել են բոլոր եկեղեցիներում, որ բادرակները պիտի լինեն առավոտվա ժամը 8-ին։ Ինչու՞։ Որովհետև Էջմիածինը հանգարց որոշել է բոլոր սրբությունները, բոլոր սուրբ մասունքները հանելու է ժողովրդի դրամատրության տակ, որբեսի օրհնվեն, եւ հրաման է եղել բոլոր եկեղեցիներին, որ իրենց հավատացյալները պիտի դանեն դեպի Էջմիածին, որբեսի վեհապար հայրաբեդը նրանց օրհնի։ Վեհապար հայրաբեդ, հիմա հիշեցիր, որ դու հոտ ունես։ Հիմա հիշեցիր, որ պետք է օրհնես այս ժողովուրդը։ Մերանք ասելով, քեղարտը հանեցեք պատերազմի օրերին, այդ հրաշագործ քեղարտը, որբեսի պատերազմը թատրի, որբեսի մենք հաղթենք, ցայն պարոհանաբադի, ոչ ոք այդ քեղարտը չհանեց։ Ասեցիք պատերազմի ժամանակներին զանքերը թողողանչեն, զանքերը չողանչեցին։ Հիմա հանգարց որոշեցիք, որ պիտի սրբությունները հանեք եւ ժողովուրդը օրհնեք։ Սա բարձրապես անում են եւ ես զարմանում եմ մեր ժողովրդին։ Մեր ժողովուրդը իսկապես շատ կներեք եւ ինձ թող շատ ները մեր ժողովուրդը, ուղղակի մենք չենք ուզում ոչխար գարկավիճակից դուրս գան։ Ժողովուրդ սկաստացեք, մի հատ մտածեցեք, ինչու են ցես գիրակի օրը դանում եւ ավտոբուսները Էջմիածինն է դրամատրել, որովհետեւ հավատացյալները դանեն։ Դա երբվանից ես չգիտեմ մի անգամից շնոր եկավ, որ իրենք ուզում են ժողովուրդը օրհնել։ Ես իսկապես զարմացա։ Կարծում եք, որ կաթողիկոսը պետք է գնա եւ վեհարանը վեհին։ Այո, վեհարանը վեհին, ես համաձայն եմ։ Եթե փաստվի, որ հայրաբեդը Քարեկին երկրորդը խախտած է գուսագրոնության ուխտը, եւ ես կգարձեմ, որ ապացուցված է արդեն։ Դրա մասին քննարկում չկա, որովհետեւ երբ ամբողջ Հայաստանը, այլև ամբողջ աշխարհը հարց է տալիս, ունես կամ չունես, եւ դու չես պատասխանում, ուրեմն դու ունես։ Լրությունը ընդունման նշան է։ Լավ, եթե ունես, եւ ես այստեղ մի հատ հարց տամ եմ։ Ինձ հաջող ասում են, դեր այլ դու չես կարող կաթողիկոս լինել, ես ասում եմ, չէ, նա պետք է գուսագրոն լինի, նա պետք է այս լինի, բայց այսօր իմ մտքում էր անցնում, եթե մեր եկեղեցու գարկը այնպիսին է, որ մի հատ կաթողիկոս, որ երեխաներ ունի, կարող է կաթողիկոսական քահը բարձրանա, աբորինի երեխաներ ունենալով, գոնե ես աբորինի երեխաներ չունեմ։ Ես ամուսնացած եմ, օրինավոր երեխաներ ունիմ, ամուսնացյալ կան, ինչն է արգելքը, որ ես կաթողիկոսի տեխնացու լինեմ օրինակ, կարող եք ինձ ասել։ Եթե խախտել եք, ուրեմն պիտի հեռանաք։ Չի կարելի։ Եկեղեցու կանոնադրությունը չի կարելի խախտել։ Կանոնադրությունը համազոր է մեր Աստվածաշնչին, եւ ինչ որ կանոնադրության մեջ կա, դա նաեւ Աստվածաշնչի մեջ։
մի շնար, մի կողնար, երթում միների բան, ասում բոլորը կանոնադրության մեջ։ Եվ ես կզարմանամ մեր ջեմարանի դեսուչը Շահի Վարդապետը անցյալ օրը արտարացնում է, ասում է, որ եթե մենք կանոնադրությունը օգտագործենք, կամ եթե դա մանրամասնորեն մենք ցանկի բերենք, ոչ մեկը հաղորդություն նույնիսկ չի կարող առնել եւ լեզվից պիտի գաղտնի եւ չգիտեմ ինչեր է խոսում։ Լավ, այսինքն դուք ցեզ արտարացնում եք, այսինքն եթե ժողովրդի համար չեք կատարելա կոչում կամ չեք կատարում բանի եկեղեցական կանոնակիրքը, ուրեմն դա նշանակում է ցեզ համար էլ բարդատիր չի։ Իսկ ինչպես եք վերաբերվում նրան, որ մի շարք բարձրաստիճան եպիսկոպոսներ, բարձրաստիճան եկեղեցականներ, արքեպիսկոպոսներ մասնակցում են, նախաձեռնում են քաղաքական process-ներ, ատամներով պահում են վեհափառին, ընդհանուր խոսում են օտարերկրյա պետությունների հետ իրենց շփումների մասին, ինչ որ հատուկ ծառայությունների, եւ ինչպես եք վերաբերվում նրան, երբ օրինակ նույն Ռուսաստանի թեմի առաջնորդը գալիս է Հայաստան մի օլիգարխի պաշտպանության համար եւ Ռուսաստանում հազարավոր հայորդիների զորակցությունն է իր հետ բերում նրան, երբ ինչպես դուք իրավացիորեն նկատեցիք, ոչ պատերազմի ժամանակ, ոչ Արցախի էթնիկ զտման ժամանակ մենք չենք տեսել այս ակտիվությունը եկեղեցական կամ եկեղեցու վերնախավի տարբեր երկրներում թեմերի առաջնորդների, որ գային բերեին զորակցությունը հազարավոր հայորդիների ու նման բաներ։ Ինչ է կատարվում։ Նայեցեք, ես հիմա որ դուք ասեցիք, այս հարցը ես մի քիչ ծիծաղեցի, ծիծաղս բռնեց, ասեմ ինչու, որովհետև իմ փախումը սկսեց Մայրաթոր Սուրբ Էջմիածնի հետ այն ժամանակ, երբ որ Սասնա ծրերը ապստամբություն արեցին։ Հիմա անկախ նրանից ինչ էր դա չի հետաքրքրում։ Բայց ես ուղղակի սկացմունքի եմ մղված, որ այնտեղ հաց չէին կարողանում հասցնել այդ ապստամբներին, եւ այդ օրը, երբ որ հաց բերողի նշանավոր պատմությունը մենք գիտենք, ես ժողովրդիս հետ մեկտեղ գնացինք դեսպանատան առջև եւ պահանջեցինք արդարություն։ Հետո ավելի սրվեց մեր հարաբերությունը, երբ որ հեղափոխության ժամանակ մենք մեր հավատացյալներով Հոլանդայի գնացինք Դեն Հաղ եւ այնտեղ դեսպանատան առջև բարձրացանեցինք, որ Սերժը պետք է հրաժարի։ Այն ժամանակ սկսավ մեր փախումը։ Ինձ անպաստանում էին, որ հոգևորականը իրավունք չունի վարվելու քաղաքականության մեջ։ Դա հարիր չէ հոգևորականի։ Ես սիրելիս, դուք միևնույն հոգևորականը չեք այսօր։ Ինչ փոխվեց։ Սերժի ժամանակ, Քոչարյանի ժամանակ կարելի չէ, բայց հիմա կարելի է ցեզ համար, այս տեսնում եք հագասությունները։ Հոգևորականը իրավունք չունի վարելու քաղաքականություն, եւ սա նույնպես ազգային եկեղեցական կանոնադրության մեջ հստակորեն նշված է, եւ ես այդ մասին բազմիցս խոսել եմ։ Այն հոգևորականը, որը սպառնում է քաղաքականությամբ, գարկալույց պիտի լինի։ Հստակ է մեր եկեղեցական կանոնադրությունը։ Ես չեմ հասկանում, սրանք կամ չեն գարտացել, եւ ես վստահ եմ 99%, որ չեն գարտացել, կամ էլ գարտացել են, բայց մեզ աբուշիտեր են դնում։ Այսինքն ինչ կապ ունես դու, չգիտեմ, Սամվել Նահով այսպես մարդոց չեմ ճանաչում անգերս ասած։ Պիտի գնաս պաշտպանես, պահած բերողը երբ որ սպանում էին, երբ որ հիվանդանոցում էր, մի հատ հոգևորական ցեզանից չգնաց այնտեղ այդ մարդուն դեր գանքնի։ Սա ինչ էր, հայ չէ։ Ինչ է։ Դե որովհետև Սամվելը կամ չեմ գիտեր ով ցեզ միլիոններ է տալիս, իր նկարներն է կախել եւ այլն եւ այլն, դա հայ է, սա հայ չի, դա հավատացյալ է, սա հավատացյալ չի։ Ես անգերց ասած, ես մանավանդ այս վերջին երկու շաբաթները այս իրադարձությունները որ նայում եմ, ես ամաչում եմ։ Ես իսկապես ամաչում եմ, որ մեր եկեղեցին այսօր հասել է այստեղ։ Երբանից է սկսվել այս էրոզիան եկեղեցում։ Ես նկատի ունեմ, մենք գիտեինք, որ Հայաստանում պետական ինստիտուտները քայքայվում են, մսխվում են, մաշվում են։ Մենք գիտեինք, որ մեր ձայնը Մենք վաղուց քայքայված ենք, սիրելիս, մենք վաղուց քայքայված ենք։ Եվ մենք վաղուց խոսում ենք այս քայքայման մասին, բայց ցայն բարբարող հանաբադի։ Եվ որ 2018-ին մենք շարժում սկսեցինք այդ
հիմնադիրը այդ շարժմանը ես էի, ինձ դիմեցին եւ հետո մեզ միացավ Հայր Գորյունը։ Եվ որ քնացինք, այնտեղ քորացինք, լացեցինք, ջճացինք, բահանջեցինք հայ եկեղեցու բարեկարգում, սենց չի կարելի, սա եկեղեցի չի, եկեղեցի է, բայց առանց եկեղեցական, եկեղեցի է առանց Քրիստոսի։ Մենք այն ժամանակ մեկ բան ասեցինք, մենք կարիք ունենք աղոթող Գաթողիկոսի, հավատացյալ Գաթողիկոսի։ Չունենք։ Մեզ կանգնեցրեցին, ասեցին աղանդավոր են, եկեղեցու դեմ են, չգիտեմ ինչ են, եւ ժողովուրդը լսեց նրանց։ Լավ, եկեղեցում բնականաբար նաև իդեմս ձեզ, ինչպես ընդունված է ասել, հա, կա այն առողջ, բարեպաշտ ներկայացուցիչները, ինչու եմ սա ասում, որովհետև տեսեք, խնդիրը շատ կարևոր է, որովհետև մենք գործ ունենք մի ինստիտուտի, մի կառույցի հետ, որը ուղիղ առնչություն ունի մեր ինքնության հետ, մեր հավատքի հետ, մեր մշակույթի հետ, այսինքն նրա դերակատարումը եկեղեցու կողմից պահպանված եւ մեր սերնդեսերունդ ավանդված մեր մշակույթը եւ այլն, հա, այսինքն մեր ինքնության առանցքային մի բաղադրիչի հետ գործ ունենք։ Մենք սա քաղաքական իշխանության պես չէ, որ ասենք լավ, մյուսի ընտրություններին կփոխենք։ Սա դրա մասին չէ խոսքը։ Եվ պարզ մի բան, երբ մենք խոսում ենք եկեղեցու մասին կամ հարաբերվում ենք եկեղեցու սպասավորի հետ, մենք ինքնաբերաբար ենթագիտակցորեն որոշակի դիստանցիա ենք պահում դրական իմաստով։ Մենք մեր բառերի ընտրության մեջ ենք լինում շատ զգուշավոր, մենք մեր վարքի մեջ ենք լինում շատ զգուշավոր, մենք ակնածակ ենք տածում այդ հագուստը կրող մարդկանց նկատմամբ արդեն իսկ ենթագիտակցորեն։ Ուզում եմ հասկանալ, որտեղ է եկեղեցու իսկապես սերուցքը, իսկապես բարեպաշտությունը, իսկապես ակնածանքի արժանի զանգվածը ուր են։ Նայեցեք, այս եւ որ խոսեցինք դիստանսի մասին, գիտեք, այս հերավորությունը, որ գա եկեղեցու եւ հավատացյալի, սա ամենամեծ խնդիրն է մեր։ Ինչպես ասեցիք, որ մեր ասկը, մենք որպես հայ ժողովուրդ, մենք ունենք երկու թևեր։ Առաջին թևը իշխանությունն է, երկրորդ թևը եկեղեցին է։ Եկեղեցին մեծ թեր ունեցած է հայաբահբանման մեջ, դա չենք կարող ուրանալ։ Դուք այսօր մի նայեք այսօր ինչ է վիճակը, բայց եկեղեցին մեծ դեր ունեցած է հայրենաբահբանման, հավատքի բահբանման, ազգաբահբանման ամեն դեր։ Այո, ինչպես ասացիք, որ իշխանությունները այսօր գան, վաղը կարող է չնդրվեն եւ քնան, բայց եկեղեցին հավիտյան եղել է եւ հավիտյան պիտի մնա անկախ նրանից թե ով է աթո։ Բայց մեր հարցը այնտեղ է, որ հերավորություն կա, անչրբեկ կա ժողովրդի եւ հոգեվորականների միջև։ Այսօր ես ինչքան ինձ փողոքներ են գալիս, որ դեռ մեկը չկա նրա հետ խոսենք։ Այսինքն մեր հոգեվորականները դարձել են ծիսագադար։ Եթե քնած աղոթնելու, եթե քնած մգրդվելու, եթե քնած բսակվելու, քո համար ժամանակ ունեն։ Բայց եթե քնած մի հատ ցավ ունես, դարդ ունես, հարց ունես, քեզ լսող չկա։ Իսկ հանգարց, եթե քնած փողոքես, ինչ որ մի հոգեվորականից, կամ քնած ասես Գաթողիկոսի մասին այսպես այնպես, քեզ անմիջապես կնոզովեն եւ քեզ կապաստանեն որպես աղանդավոր եւ քեզ կզրկեն հաղորդությունից։ Պատկերացրեք այս շարժմանը մասին, որ մի քիչ առաջ խոսեցի 2018-ի այդ նոր Հայաստան նոր հայրապետ շարժումը, մինչև այսօր հետևորդներ ունենք, որոնք սուրբ եկեղեցում հաղորդություն չեն տալիս։ Միայն մեկ պատճառով, որ իրենք մասնակցել են այդ շարժմանը։ Նայեցեք, հիմա մենք ուրիշ հարց ունենք։ Ես հաճախ որ մտածում եմ, որ վարչապետը ասում է, որ պիտի պատժվեն, պիտի դուրս տրվեն, քահանայության արժանի չեն եւ այլն։ Ես անմիջապես իմ մտքովս անցնում է, որ եթե սա պիտի իրագործենք, մենք պաստորեն էջմիածնի դռները պետք է փակենք։ Ով պիտի նստի քահին։ Ով պիտի պիտի նստի առաջնորդների դերը։ Բոլոր առաջնորդները անխդիր։ Բոլորի մասին գիտենք։ Մեծամասնություն իհարկանս բացառությամբ, որ բոլորն էլ այսպեսի աբորինի ամուսնական կապեր ունեն։ Լավ, եթե բոլորը սրանք դուրս պիտի տրվեն, ինչ պիտի լինի։ Պիտի փակենք էջմիած, ես չգիտեմ, սա մտահոգիչ հարց է։ Ես չգիտեմ վարչապետը ինչ է մտածում։
եթե նախադեսած մի բան ունի, չգիտեմ, անգերց ասած, որ սա հարց մնե, որուն լուծումը կոնե ես չեմ գտնում, բայց ասեմ, որ մենք պայման չէ, որ անպայման եթե սա կնա, անպայմանորեն պետք է ամիջապես մի ուրիշ կաթողիկոս ունենա։ Չէ, մենք կարող ենք ունենալ դեղաբահ, եւ այդ դեղաբահը պայման չէ, որ անպայման եպիսկոպոս, արքեպիսկոպոս լինի։ Կարող է վարդապետ լինել, կարող է նույնիսկ ամուսնացյալ քահանա լինի այդ դեղաբահը եւ պատրաստի այդ կաթողիկոսական ընտրությունները։ Մեր ամբողջ խնդիրը, որ մենք 20 տարի է բարձրացնում ենք, որ մենք չունենք ազգային եկեղեցական ժողով, չունենք։ Վերջին անգամ գումարված է ազգային եկեղեցական ժողովը, երբ որ ինքը ընտրվեց եւ իրեն ընտրեցին։ Նրանից հետո մենք չենք ունեցել ազգային եկեղեցական ժողով եւ ինքը դիտմամբ այդ ժողովը չի կայացնում։ Ինչու՞։ Որովհետեւ միայն միակ իրավասուն, որ զինք կհանգեց տնե ազգային եկեղեցական ժողովն է, այսինքն մեր պարլամենտը ասենք։ Եվ եթե այդ պարլամենտը ազգային եկեղեցական ժողովը չգա, ինքը հավիտյան կգնա, մեկ իրան չի գարա ոչ մի բան ասել։ Նույնիսկ այսօր որ խոսում են գերակույն հոգևոր խորհուրդը հավաքվեց, ով է գերակույն հոգևոր խորհուրդը։ Դարձյալ աբորինի մարմին է, որովհետև գերակույն հոգևոր խորհուրդը պետք է ընտրված լինի ազգային եկեղեցական ժողովի կողմեն։ Եվ եթե ազգային եկեղեցական ժողովը գոյություն չունի, ապա այս մարդիկը ով են այս եպիսկոպոսները հավաքվում են։ Ով են։ Ուղղակի նշանակովի կաթողիկոսի կողմից, ով որ իր մարդն է, նրան նշանակում է գերակույն հոգևոր խորհրդի մեջ, դե բնականաբար ինքն իր հագարագործ չի նշանակի այդ ժողով։ Եվ նրա համար այսօր անբաժանելիություն կա մեր եկեղեցու մեջ։ Մարդը ինչ որ ուզում անում է, մեկը չի կարա իրան բան ասել։ Մի բան ասես, կարկալուց գնա։ Ես կխնդրեմ, որպեսզի դուք մեկնաբանեք նաև այդ մյուս ախտը, մյուս արատը, որը մեզ բնորոշ է։ Եթե ես եկեղեցական եմ, ես ունեմ ինդուլգենցիա, ինձ ամեն ինչ կարելի է։ Եթե ես զինվորական եմ, ես ունեմ ինդուլգենցիա, ինձ ամեն ինչ կարելի է։ Մենք այդպիսի փորձառություն ունեցել ենք, հա։ Որտե՞ղ է գալիս այս արատը, այս ախտը, այս հիվանդությունը։ Ասենց է, սրա պատճառը ժողովուրդն է։ Սրա պատճառը ժողովուրդն է, որովհետև երբ որ հոգևորականը ամեն ինչ անում է եւ ժողովուրդը համաձայնվում է, նրա արժեք խոնարհվում է, նրա ծերը ոտը բաչում է, ինչ ժամանակ ինքը պիտի ասի ինչ էլ անեմ, ես ոչխար ժողովուրդը պիտի հետևի ինձ։ Ֆարաոնը ոնց ֆարաոն եղավ։ Իրան հարցրին դու ոնց դարձար ֆարաոն։ Ասեց ինչ որ արեցի, ինձ դեմ մեկը չկեցավ։ Այս է մեր խնդիրը, որ մեր ժողովուրդը չի գիտակցում իր իրավունքներին, չի գիտակցում, որ այս եկեղեցին մերն է, ես մերա ասելով, այս եկեղեցին ծերն է ժողովուրդ։ Եթե դուք դեր չկանգնեք այս եկեղեցուն, մեկը դեր չի կանգնելու։ Սրանք վարձկաններ են սրանք, շահագործում են ծեր։ Ինչպես որ գիրագի օրը պիտի շահագործեն եւ ավտոբուսներով պիտի տանեն, որովհետեւ Նիկոլ Փաշինյանին կամ Ղարաբաղությանը ցույց տան, դեսեք մենք ինչքան հետևորդ ունենք։ Դեսեք ժողովուրդը Էջմիածնի կողքին է, բայց մեկը չի մտածում, այս ժողովուրդը ոնց գնաց։ Ավտոբուսները նրանց դարան միջև Էջմիածին։ Դե թող սենք չանեն։ Դեսնեմ քանի 100 հայ պիտի հավաքեն հավատացյալ Էջմիածու։ Հավատացյալի մասին եմ խոսում ես։ Ես չեմ ասում, չգիտեմ որ քյուղից կամ իրա որ բարեկամներից կամ իրա նույնիսկ եթե ինքը միայն աշակերտների այդ ջեմարանի աշակերտների ծնողները միայն հավաքի, այնտեղ 1000 մարդ կհավաքվի։ Բայց ինքը չի վստահում, ուզում է անպայման այնտեղ մարդ լինի, հանկարծ դադարք չլինի։ Եվ ես հարց եմ տալիս, ժողովուրդ, ինչու՞ ցեզ միրոնորդնեկին չհրավիրեց։ Միայն յանյանները հրավիրված էին միրոնորդնեկին ամբողջ աշխարհից։ Բայց ցեզ համար դուք հրավեր չունեիք։ Հիմա ցեզ հրավիրում է ցեզ պիտի օրհնի։ Տեր Արմեն, ինչպես եք պատկերացնում իրավիճակի հանգուցալուծումը, հա, ինչ պետք է անել։ Նայեցեք, առաջին հերթին ես կարծում եմ, որ ինքը նույնիսկ եթե նույնիսկ չհրաժարի, ինքը արդեն ինձ համար հրաժարած է, հասկացողի համար ինքը հրաժարած է, որովհետև այսօր փարոյազրկվեց, եւ դու որպես փարոյազուրկ
ինչ իշխանություն գրնաս փանեցնել, ինչ պիտի ինձ, եւ որ հարկանք չունես, անուն չունես, քեզ չեմ բատվում, դու ինչպես ես շարունակ։ Ես այսօր մեր բանի ազգային ժողովի անդամներից մեկն էի լսում, ուղղակի ես ասեցի, ես ամոթից մերա, իսկապես ասեմ ամոթից մերա եւ շուտով այդ մասին պիտի խոսեմ։ Լավ դու չես ամաչում, չես ամաչում։ Ես կյանքում սենց խոսած չկամ, գիտեք։ Իմ բոլոր հետևողները գիտեն, ես սենց խոսած չկամ, բայց ուղղակի ես մտածում եմ ամոթ չկա, այսինքն չես ասում, չես հերքում, որ դու չունես երեխա, ու բոլորս գիտեք, որ բոլորդ էլ ունեք երեխա։ Նվազագույն արժանապատվություն ունեցողը ամիջապես պիտի հրաժարականը քնի եւ քնի։ Ես չասեմ, եթե ես իր փոխարեն լինեի, հաստատ ես ինքս գուբիլեի, որովհետեւ այլևս արժեք չունի կյանքի հետ կան խայտարակությունից։ Բայց գիտեմ այդ աթորի վրա ինչ կա։ Մերակ տալանելով էլի, մերակ ամբողջ ազգի փողերը հավաքեցիք հանուն Սուրիահայության, հանուն Արցախի, հանուն երկրաշարժի, հանուն պատերազմի, թալանեցիք ամբողջ ազգը։ Լավ չգշտացա, ուր են այդ փող։ Միլիոններ, միլիարդներ երկու կաթողիկոսները հավաքեցին 1000 Սուրիահայի համար, կամ 5000 Սուրիահայի համար։ Եթե այդ փողերը դրվեին այդ Սուրիահայերուն, այսօր բոլոր Սուրիահայերը թակավոր կապրեն։ Ինչ կա այդ անդեր աթորի վրա, ինչ կա, ինչ կա, մեղր կա, ինչ կա։ Ցավալի է, ցավալի է։ Գումարները նաև կողոպտում են։ Բա ուր են այդ գումարները։ Մեր ժողովուրդը չի հասկանում, այս գումարները մեր գումարներն են։ Այս գումարները ժողովրդի գումարներն են, աղքատների լումաներն են, որպեվարիների լումաներն են։ Մենք ինչու պիտի ունենանք աղքատ Հայաստանի մեջ։ Մենք ինչու պիտի ունենանք մուրացկան Հայաստանի։ Ինչու պիտի ունենանք զինվորի, նահատակ զինվորի ընտանիք, որը հաճ չգա ուտե։ Ես օրը 1000 նամակ եմ ստանում։ Դեր այ օգնեք մեզ, ուղարկում եմ այնտեղ մի հատ մարմին գա իբրդե աղքատած օգնության եւ այլն, գնում են այնտեղ չեք տալիս ոչ մի բան։ Ձեզ փողերը ում փողերն են։ Սրանք ժողովրդի ժողովուրդ, եթե կոնե ծեր եկեղեցին ծեր չի հետաքրքրում, ծեր թող հետաքրքրե, կոնե ծեր եղբայրների, սպյուրքի եղբայրների փողերը, որոնք նվիրել են ցեզ, որովհետեւ դուք լավ ապրեք։ Եվ այսօր անոր համար եկեղեցին վստահությունը գործրել է։ Այսօր մարդիկ չեն գալիս, չեն ուզում դա, որովհետեւ ինչքան գալիս են բարավ է։ Ոչ 10-րդ են դալիս, ոչ նվեր, բայց ըստ երևույթին կհագալի բանը հոգնել չի։ Մի քանի հատ մեծահարուստ կա, որը մի քանի միլիոն դալիս է դարին։ Այնտեղ դեռ ես գիտեմ ուրիշ ինչ օֆշորային գործեր կլինեն, ինչ փողի լվացումներ կլինեն, բարերար էսդեղից բարերարություն է անում, սեղանի դագից հանում են հետ են դալիս, որպես ինքը այնտեղ փողերը լվացած լինի եւ այլն։ Հակին աշիվներ կան։ Այսինքն եթե նստենք խոսենք այս ամեն ինչի մասին, մենք չենք վերջանա։ Ամբողջ մեր կյանք ուղիղ եթերով լինի, մենք չենք վերջանա այս խնդիրները։ Նայեցեք այստեղ Բուլղարիայի հարցը, որտեղ ես կգտնվեմ։ 6 տարի համայնքը թողել են առանց հոգևորականի, գիտեք ինչի։ Մեկ պատճառ, որ այս համայնքը մերժել է գալվածները հանցնել Էջմիածնին։ 200 տարվա այստեղ համայնք կա։ Գալվածներ ունեն, դուներ ունեն, եկեղեցի ունեն, գառուցված։ Ասում են, որ այս բոլորը պետք է հանցնենք Էջմիածին։ Եղբայր, ինչի հանցնենք Էջմիածին, ինչի։ 200 տարի մենք պահել ենք, հիմա ցեզ ինչի դան։ Հանգարց եթե այնտեղ հայ չմնա։ Ինչի ես մտածում, որ այնտեղ հայ պիտի չմնա։ Եթե 200 տարի այստեղ հայ է եղել, ինչու ես ենթադրում, որ այստեղ հայ պիտի չմնա, եթե դու հետին նպատակներ չունես։ Հետո հələ չխոսենք, որ Մայրաթոր Սուրբ Էջմիածինը կանոնադրությամբ ինչպես արձանագրված է։ Դուք գիտեք, լուրերեն մենք լսեցինք, պաստերը կան։ Այնտեղ մի հատ անշահաբեր գազམ་ագերբությունը ինչ է որ ունեն, երկու եղբայրների անունով, այսինքն այս երկու եղբայրները ամբողջ Էջմիածնի դերն ու դիրականն են։ Երբ որ ուզենան գքան գարնեն գասեն սա մերն է, իրենց ով պիտի ասի, ով ինչ պիտի ասի։ Ժիրայր ջան, շատ խորն է հարց։
Այո, հասկանում եմ։ Եվ մի հարցի էլ էլի անդրադառնանք, Հայաստանի վարչապետն է այցելել Թուրքիա, Փաշինյանը Ստամբուլի Սուրբ Աստվածածին աթորանիստ Մայր եկեղեցի այցելեց, մոմ վառեց եւ այլն, բայց այստեղ Հայաստանում շատերը նկատեցին, որ հոգևոր դասից նրան չէին դիմավորում։ Այ- Այո, ես զարմացա։ Ես նախ ասեմ ցեզ, որ երբ որ ինքը Թուրքիա իջա, Օտագայանում եւ այնտեղ թիմավորեցին ըստ պատշաճի, արևներ դալով մեր քայլերքը արտասանելով մեր հանրապետության եւ այդ բոլորը ինձ համար հբարտություն է։ Այո, Թուրքիան մեր ճշտամին, լավ մենք ինչ կարանք անել։ Այս մարտը ինչ թողա։ Մի հատ խոտ ասացված կա արաբերենով ասում է որ այն ցերկը որ չես կարող գոդրել բաչի եւ աղոթի աստուն որ ինքը գդրի այս ցերկը հիմա այս մարդը ինչ կարող ան մենք ոչ ոչ բանակ ունենք ոչ զինամթերք ունենք ոչ մի ինչ անենք ասում են Արցախը ես ցավում եմ ասում է Հայրաբեդը որ Արցախը մեր Հայաստանում չի որ Արցախը հանց էկնայի ինչին դերից քաշեցիր քո առաջնորդները այնտեղ այդ առաջնորդը գար Բարքև Սրբազանը որ պատերազմի ժամանակներին նկարում էին բադի արչև լացումա եւ ասում էր որ եթե մի հատ բադ մնա Արցախում ես մնալու եմ բաղուր ես Բարքև Սրբազան Ամերիկայում քո համար ֆրֆրում ես եւ անամոթաբար այսօր մենք Արցախի առաջնորդ ունենք բայց Արցախ չունենք Արցախի հովիվ ունենք բայց Արցախ չունենք ում ենք խափում մենք մեզ ենք խափում մնայիք այնտեղ թող մի քանի հոգեվորական ընդել նահատակվեին որովհետեւ ես ասեի բրավո ցես դուք իսկապես հոգեվորականներ եք որ ձեր կյանքը դալիս եք ձեր հոդի համար առաջին փախչողները դուք եղաք ինչ եք սպասում այսօր վարչապետը գնացել է Թուրքիա ամոթ մեզ մարդը գնացել է Սուրբ Աստվածին մայր դաջարն է այցելում այնտեղ ես չեմ խոսում պետք է բադրիարք ուր ես բադրիարք հայ Պատու երեք չի արջիոր ասում է վսեմաշուկ վարչապետը որ քննադատում է եւ այլն մենք իրավունք չենք տալիս եւ այդ վսեմաշուկը եկավ կոմոդ եկավ ճշնամի երգիր միտը մեզ համար բադիվ չէ որ դուն որպես բադրիարք թիմավորես քո վարչապետը սա քո վարչապետն է քո երկրի վարչապետն է լավ ենթադրենք դու սպառված ես դու ինչ ես ուր ես այնտեղ մեկը բարձրաստիճան չկար մի հատ այդ վարչապետի բարիկալուստ ասել երկու հատ աշխարհական եք ուղարկել որ երկու բարել խեղճերը չգիտեն խոսել ուր են այդքան հոգեվորականներ ուր են ինչ է մեր բադիվը չէ եղբայր ով ուզում է լինի Նիկոլ Փաշինյանը այսօր ինքը իմ վարչապետն է կամ ոչ իմ վարչապետն է ասկնդիր վարչապետն է ինչ անեմ ես լավ ավադա այնա դուք սենց եք ասում Հայաստան իմ վարչապետն է եւ որ դուք ընդրություններ լինեն եւ դուք կարողանաք իրեն հրաժարեցնել ուրիշը ընդրել հալալ լինի ցես բայց այս մարտի երկու անգամ տեխնազությունը դրա երկու անգամ ընդրվեց եւ ես վստահ գիտեմ եթե երրորդին էլ իր տեխնազությունը տնե երրորդին էլ պիտի ընդրվի լավ ինչ է այսինքն դուք ժողովրդի ասկի գամքի թեմ գործեք ընդրված է մեծամասնությամբ ընդրված է բադրիարք հայ նվազագույնը գնայ չորտնեիր նրան թեգուս քո սրդի մեջ անիծեիր նրան բայց մի հատ սա մեր ասկի բադիվն է որ եկել է հասել է միջև ում խապի այդ նեղ փողոցներով հասել է միջև քո մայր դաջարը որ ճիշտ բադրիարքարանի թիմացն է գիտեք մայր դաջարը բադրիարքարանի թիմացն է ինչ է ոտքերիդ հնագար որ չկարողացար իջնել մի հատ բարիկալուստ ասել վարչապետին Այո, կամ ուրիշ հոգեվորական չկա ամոթ է Ժիրայր ջան ես մեկ դրակում ենք արդեն ես որ տեսնում եմ այս ամեն ինչը ես դրակում եմ արդեն ես ինքս հետ եմ խոսում ինքս հետ եմ գրիվա ինչ կա ազդեր ինչ կա դա խնդիրներից մեկն է, որ ժողովրդի կամքը ընդունելի չէ։ այո Այն բազմացը իրենց համար Աստծո ձայնը չէ ցավոք սրտի։ Ես չէ եւ որ խոսվում է Կաթողիկոսի մասին ասում են ասկնդիր գատո եղբայր ասկնդիր որ մեկն է օրինակ ես չեմ ընդրել նրան դու չես ընդրել նրան
Ես գոնե 1000 հոգի ճանաչում եմ, որ իրան չեն ընտրել։ Այդ որ ասկնդիրն է, որ ասկը նրան ընտրեց։ Դա ասկնդիր չէ։ Դա ուղղակի դասավորվեց, կարգադրվեց, որոշ մարդիկ եկան, պատգամավորներ, ազգային եկեղեցական ժողովի մեջ մտցրին, որոշ մարդկանց սպառնալիքով ստիպեցին որոշ եպիսկոպոսներ, որ իրենք քվեարկեն, որոնց մեկն էր Մեսրոպ Մուտաֆյան Բադրիարքը, որ չեր ուզում ցայն դա, որոնց մեկն էր Կարեկին arczepiskopos Բեկջյանը, սա առաջին անգամ եմ ասում, որ նախկին Կոնստանտինոպոլ Բադրիարքական դեղաբահ է, Աստվածօգին լուսավոր է, երջանկայի շադագը։ Ասեց ես չնդրեցի նրան եւ ասեց մինչեւ այսօր ամեն անգամ որ հայրապետը ինձ տեսնում է ասում է դու ինձ չնդրեցի ես դա չեմ մոռանում վրեժ խնդիր եմ արդեն օրինակի համար ես վարչապետի մասին կարամ ասել ասկնդիր բայց քո մասին չեմ կարող ասել Շատ շնորհակալ եմ արժեքավոր զրույցի համար։ Ընկերներ, զրուցակիցս Բուլղարիայի Վառնա քաղաքի հոգևոր հովիվ, Արևմտյան Եվրոպայի նախկին հոգևոր հովիվ Տեր Արմեն Քահանա Մերքոնյանն էր։ Բաժանորդագրվեք YouTube-յան ալիքին եւ Telegram-յան ալիքին, հետևելու նորություններին Telegram-յան ալիքի հղումը մեկնաբանությունների բաժնում է։